Ինչ բացահայտումներ է կարել, որ կարող են հանրությանը այսպես զարմացնել։ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում եւ պետությունից գումար է ստանում իրականում բուժում չստացած քաղաքացիների համար։ Անհանգստանում են իրենց ընտանիքի համար, իրենց աշխատանքի համար։ Հիվանդանոցում վախի մթնոլորտ էր ստեղծվել, ասում էին, թե Անուշ Իսպիրյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է։ Եվ ասում է այդ օրվանից ես իր համար դարձա ոչ ցանկալի անձ։ Այսինքն Ստեփանավանում բոլորը չարաշահումների, ենթադրյալ չարաշահումների մասին գիտեն։ Քո ասացի նման ես էլ եմ շատ կարծիքներ լսում, որ մեկը հետևից չեն գնալու։ Այսինքն մարդիկ մտածում էին, դե բոլորը գիտեն, բայց մեկը բան չի փոխվում։ Անուշ Իսպիրյանը абսուրդ որակեց իր եւ Սուրեն Պապիկյանի միջև որևէ կապը։ Անուշ Իսպիրյանի եղբայրն նշանակվել է Ստեփանավանի անտարտնտեսություն ՊՕԱԿ-ի ղեկավար եւ աշխատանքի էր վերցրել որպես տեղակալ Անուշ Իսպիրյանի ամուսնուն։ Նույնիսկ ես նյութի վրա աշխատում ենք կատակով ասում էի բանը, երևի մի քանի ամիս Ստեփանավան չգնանք։ Ինչի մտածում եք ձեր նկարները փակցրել են, խաչ են քաշել, հա, արգելված է ձեր մուտքը։ Բարև ձեզ, 8-րդ հարկ ոդքասթի հերթական թողարկումն է, իսկ մենք այսօր խոսելու ենք բժշկական կենտրոնում չարաշահումների մասին։ Չարաշահումներ, որոնք կարող են անհավանական թվալ, բայց իրականում դրանք գոյություն ունեն։ Թեմայի վերաբերյալ ուսումնասիրություն են իրականացրել հետքի լրագրողներ Լուսինե Հակոբյանը եւ Գայանե Հովսեփյանը։ Շնորհակալ եմ թեման հանրային տիրույթ բերելու համար, բայց մի քիչ պաթետիկ է հնչում բժշկական կենտրոնում շահումներ, անհավանական չի, բայց կարծում եմ շատ հանդիպող էլ չի, հաշվի առնելով, որ այդ մասին մարդիկ նախընտրում են չբարձրաձայնել։ Դուք ինչ եք ընդհանրապես ուսումնասիրել եւ ինչ բացահայտումներ է կարել, որ կարող են հանրությանը այսպես զարմացնել։ Նախ պատմեմ, որ հետքի Facebook-յան էջին անանուն աղբյուրից մի նամակ էինք ստացել։ Մեր անանունը պնդում էր, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում եւ պետությունից գումար է ստանում իրականում բուժում չստացած քաղաքացիների համար։ Այսինքն այն մարդիկ, ովքեր կարող էին պետպատվերի շրջանակում որևէ ծառայությունից օգտվել, այդ մարդկանց տվյալները վերցնում էին, լրացնում ու պետությունից գումար էին ստանում, բայց այդ մարդիկ ֆիզիկապես գոյություն ունեցել են, բայց չեն բուժվել բուժաստատությունից։ Հա, բուժում որևէ ծառայությունից չեն ստացել, չեն բուժվել, բայց իրանց փոխարեն պետությունից գումարը ստացել են։ Եվ այդպես մեր անանունը նման պնդում էր անում, բացի այդ մեր անանուն աղբյուրը ասում էր, որ բժշկական կենտրոնի տնօրենը Անուշ Իսպիրյանը իր աշխատակիցներին ստիպում է իր անձնական կարիքների համար վարկեր վերցնել, հետագայում պարգևավճարներ է նրանց տալիս, որ կարողանան այդ վարկերի մի մասը փակել, ու այս ամբողջ տեղեկությունները նա ասում էր, որ կարող է հաստատել մի բժիշկ, թողել էր նրա կոնտակտը, ու այդպես մենք զանգեցինք, արդեն կապ հաստատեցինք այդ բժշկի հետ։ Միջև բժշկի հետ կապ հաստատելը հետաքրքիր է, ինչի են մարդիկ անանուն մնում։ Եթե բարձրաձայնում են օրինակ չարաշահման մասին կամ արատավոր երևույթի մասին են ուզում հանրությանը տեղեկացնել, այդ դեպքում ինչու են նախընտրում անանուն մնալ ընդհանրապես։ Որովհետև մի շարք ռիսկային գործոններ կան, նախ կարող է ինքը այնտեղ հիմա աշխատում է, իր աշխատանքին կարող է վտանգ սպառնալ, նաև իրենց անձին, որովհետև հետագայում, որ մենք բժիշկների հետ խոսեցինք, պարզվեց, որ իրենք Անուշ Իսպիրյանից եւ Անուշ Իսպիրյանի ընտանիքից վախենում էին, մտածում էին իրենց բառերով ասած, ասում էին իրենք ամեն ինչի ընդունակ են, այսինքն անհանգստանում էին իրենց ընտանիքի համար, իրենց աշխատանքի համար։ Հիվանդանոցում վախի մթնոլորտ էր ստեղծվել։ Բայց ձեր կարծիքով այդ վախի մթնոլորտը իրականում հնարավոր է այդպես լինի իրենց պատմելով, թե ուղղակի մարդիկ երբեմն ուռճացնում են այդ վախը,
Չգիտեմ, ասելով, որ վախի մթնոլորտը ամեն ինչի ընդունակ են։ Ճիշտն ասած, մինչև որ բժշկի կոնտակտ էր մեզ տվել, մինչև այդ բժշկին զանգելը մենք նախնական ուսումնասիրություն արեցինք, հարցուփորձ արեցինք, հնարավոր բաց աղբյուրներով փորձեցինք ինֆորմացիա ճշտել եւ այլն, եւ իրականում Ստեփանավան քաղաքում գրեթե բոլորը գիտեին, թե ով է Անուշ Իսպիրյանը, թե ով է Անուշ Իսպիրյանի ընտանիքը եւ շատ իրական էր ու անանուն աղբյուրի տված ինֆորմացիան կարծես թե ճիշտ էր եւ այդ ինֆորմացիաները ստանալուց հետո նոր որոշեցինք արդեն զանգել բժիշկներին եւ մյուսներին, այսինքն այնպես չի որ սուտ ինֆորմացիա էր տվել։ Ու ուզում եմ ասել, որ նշում էին, որ վախի մթնոլորտ է հիվանդանոցում եւ այլն, դա պայմանավորված էր նրանով, որ ասում էին, թե Անուշ Իսպիրյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է։ Ու դրանով էր պայմանավորված։ Իրենք ասում էին, որ Անուշ Իսպիրյանը այդպես փորձում է վախեցնել իրենց, այս անունը շահարկելով։ Պաշտոնյաներին անդրադառնալը գայանա լավ կլինի մի քիչ պատմությունը պատմենք, հա, զանգեցիք բժիշկին, ում հեռախոսահամարը տվել են, ինչքան գիտեմ, նա էլ անանուն մնաց։ Այո, մեր բոլոր բժիշկները խոսել ենք 3-4 բժշկի հետ, բայց բոլորը մեզ մերժում էին, այսպես ասած, իրենց անունով հանդես գալ չէին ցանկանում։ Կոնկրետ այս դեպքում էլ երբ զանգեցինք այդ բժշկին, ինքը պատմեց ամեն ինչ, հաստատեց այդ մեր անանունի հայտնած տեղեկությունները, բայց ասաց, որ խնդրում եմ իմ անունը չօգտագործեք, ու նշեմ, որ այդ բժիշկը աշխատանքից ազատվել էր։ Ասում էր, այնպիսի պայմաններ էին ինձ համար ստեղծել, որ այդտեղ մնալը արդեն անիմաստ էր ու ինքը աշխատանքից ազատվել էր, նոր աշխատանք էր գտել։ Մեկ ուրիշ բժիշկ էլ պնդում էր, որ ինքն էլ էր իրեն էլ էր Անուշ Իսպիրյանն ազատել աշխատանքից, ասում էր աշխատանքից ազատման պատճառը եղել է այն, որ առաջարկել է իրեն գործարքի մեջ մտնել բժշկին, բժիշկը հրաժարվել էր դրանից եւ ասում է այդ օրվանից ես իր համար դարձա ոչ ցանկալի անձ եւ Անուշ Իսպիրյանը իրեն էլ է ազատել աշխատանքից։ Բացի այդ ուզում եմ նաեւ նշել, որ երբ ուսումնասիրություն իրականացրինք, պարզվեց, որ բժշկական կենտրոնը շատ մեծ պարտքեր ունի նաև։ Դրանք անդրադառնանք Լուսինե, բայց հետաքրքիրը գիտեք որն է, որ դուք ձեր խոսքում նշեցիք բոլորը գիտեին։ Այսինքն Ստեփանավանում բոլորը այդ չարաշահումների, ենթադրյալ չարաշահումների մասին գիտեին, բայց որևէ մեկը դրա մասին չի բարձրաձայնել։ Ասում են իշխանությունները, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, վախի մթնոլորտը վերացել է, այսինքն մարդիկ կարող են իրենց դժգոհությունների մասին բարձրաձայնել։ Ավելի նույնիսկ ասում են նախկին իշխանությունների ժամանակ հնարավոր չէր, այժմ նաև սոցհարթակներում կարելի է դա իրականացնել։ Այդ դեպքում բացի կապերը ուրիշ ի՞նչն է մարդկանց հետ պահում, որ դրա մասին չեն բարձրաձայնում։ Տեսեք, եւ կեղծ բուժառուների մասին, եւ աշխատակիցների նկատմամբ իրականացրած որոշակի ճնշումների մասին բոլորը գիտեն, բայց բոլորը լռում են։ Իմ կարծիքով երբեմն մարդիկ չեն մտածում, որ հենց իրենք կարող են այդ փոփոխությունը բերել, հենց իրենց բարձրաձայնելով կարող է հարցը լուծում ստանալ եւ այստեղ շատ կարեւոր հարց է, որ յուրաքանչյուր անձ, ով ապրում է, ով տեսնում է նման մթնոլորտ, նման միջավայր, իր վրա վերցնի այդ փոփոխությունը բերելու պատրաստակամությունը եւ բարձրաձայնեն, խոսեն դրա մասին, թեկուզ եւ օրինակ մեր դեպքում անանուն են բժիշկները որոշել հանդես գալ, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, բայց կարևոր է, որ իրենք փորձել են բարձրաձայնել դա ու մեդիան էլ հենց իրենց օգնող այն միջոցն է, այն օղակն է, որ կարող է, այո, խնդրի մասին խոսելու եւ խնդիրը, որը կարող է լուծում ստանալ։ Հաճախ մարդիկ դժգոհում են նաև բյուրոկրատիայից, որ պարբերաբար կարող է քննչական մարմինները իրենց հրավիրեն հարցաքննությունների եւ այլն։ Դուք եթե չլինեիք լրագրող, եթե ձեր համայնքի հետ կապված նմանատիպ իրավիճակի մասին տեղեկանայիք, կբարձրաձայնեիք։ Ես միանշանակ կբարձրաձայնեի, բայց քո ասացի նման ես էլ եմ շատ կարծիքներ լսում, որ մեկը հետևից չեն գնալու,
փակելու են գործը եւ այլն եւ հա շատ ցավալի է այդ իրավիճակը, բայց կարծում եմ, որ քանի կան ԶԼՄ-ները, գոնե ԶԼՄ-ների բարձրացած հարցերը որոշ չափով հետամուտ լինում են, թե ինչ ձևով է լուծումը ինչ ձևով է ստանում, դա հարցի մի այլ կողմն է, բայց այն, որ ուշադրության կենտրոնում պահում են իրավապահ մարմինները, կարող ենք ասել, որ հա, օգնում են ԶԼՄ-ները։ Ես էլ եմ կարծում, որ կբարձրաձայնեի, կոնկրետ այս դեպքում խնդիրը նաև այն էր, որ բոլորը գիտեին այս ամեն ինչի մասին, բայց պատկան մարմինները որևէ գործողություն չէին իրականացնում։ Այսինքն մարդիկ մտածում էին դե բոլորը գիտեն, բայց մեկը բան չի փոխվում։ Ու նաև մտավախություն կար, արդյոք եթե լրատվամիջոցը հրապարակի այս նյութը որևէ բան կփոխվի, թե չէ։ Այսինքն այդ մտավախության մասին բարձրաձայնել են անանուն աղբյուրները։ Այո, մեզ անդադ հարցնում էին, ուզում էին ճշտել ինչ որ նորություն կա, թե չէ, արդյոք մեր հոդվածից հետո ինչ որ բան կատարվել է, թե չէ։ Իսկ հոդվածից հետո ինչ որ բան կատարվել է, որովհետև դուք նաև պաշտոնյայի անուն նշեցիք, որը քաղաքական տեսանկյունից որոշակի ազդեցություն ունի, մասնավորապես Սուրեն Պապիկյանի, արդյոք այդ հանգամանքը կաշկանդեց իրավապահներին, որպեսզի վարույթը չիրականացվի, եւ ընդհանրապես ինչ կապի մասին է խոսքը։ Նախ ասեմ, որ մենք գրավոր հարցում էինք ուղարկել առողջապահության նախարարությանը, ասելով արդյոք տեղյակ են այս ամեն ինչի մասին, եւ նրանք մեր հարցումը ուղարկել էին հակակոռուպցիոն կոմիտե, ասելով որ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկություններ են մեր հարցման մեջ, ուստի ուղարկել էին որպեսզի ուսումնասիրություն սկսեն, հետո պարզեցինք, որ հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում քրեական վարույթներ են նախաձեռնվել, ու այս պահին էլ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել Անուշ Իսպիրյանին եւ բժշկական կենտրոնի հաշվապահին ստանձնած գույքը, վստահված գույքը ապօրինի տնօրինելու եւ չարաշահման դեպքերով։ Եթե չեմ սխալվում, խարդախության մեղադրանք։ Այո, եւ խարդախության մեղադրանք էր առաջադրվել։ Այս պահին գործը նախաքննության փուլում է, հակակոռուպցիոն կոմիտեից դեռ տեղեկություն չունենք, ելի նախաքննության փուլում է։ Երկու վարույթի մասին նշեցի, ինչու երկու վարույթ եւ տարբեր քննչական մարմիններում։ Վարույթներից մեկը նախաձեռնվել էր մինչև մեր հոդվածի հրապարակումը, դա նախաձեռնվել էր բժիշկներից մեկի հաղորդման հիման վրա, իսկ երկրորդ վարույթը, որը հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում, արդեն նախաձեռնվել է մեր հրապարակման հիման վրա, բացի այդ նաև մինչև հոդվածի հրապարակումը մենք առողջապահության նախարարությանը հարցում էինք արել այս չարաշահումների վերաբերյալ, առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել այս դեպքը ուսումնասիրելու նպատակով եւ երկրորդ վարույթն էլ արդեն այս մեր հոդվածի հիման վրա է հակակոռուպցիոնում քննվել։ Մեծ դիտողների մոտ որպեսզի այդ բացը չմնա, եկեք կապերի մասին խոսենք, հա։ Ընդհանրապես կապերը պաշտոնյաների հետ, բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինչ ազդեցություն են ունենում եւ Սուրեն Պապիկյանի մասին մասնավորապես, ընդհանրապես որևէ ազդեցություն կար, թե ուղղակի չարաշահվել էր իր անունը, որպեսզի ավելի բարենպաստ վիճակում հայտնվի օրինակ։ Անուշ Իսպիրյանը վաղի մթնոլորտ ասված է հետևյալն է եղել, աշխատողներին օրինակ, երբ որ ստիպել է, երբ որ առաջարկել է ինչ-որ գործողություններ կատարել, օրինակ իրենց անուններով վարկ վերցնել եւ այլն, շահարկել է Սուրեն Պապիկյանի անունը, որ դուք իմացեք, որ բժիշկների պատմելով ասեց, ինքը իմ մեջքն է, այսպես։ Մենք էլ անանուն աղբյուրներ ունեինք նաև հիվանդանոցից դուրս, իրենցից էլ տեղեկություններ ստացանք, որ իսկապես իրականության համապատասխանում է եւ Անուշ Իսպիրյանի ընտանիքը ու Սուրեն Պապիկյանը մտերմություն ունեն։ Հարցում արեցինք Սուրեն Պապիկյանին,
թե ինչ կապ կա իր եւ Անուշ Իսպիրյանի ու Անուշ Իսպիրյանի ընտանիքի միջև եւ նրանք պատասխանելու համար այդ պարզ հարցին մեզնից ուզեցին 30-օրյա ժամկետ, ինչպես գիտեք հարցմանը պատասխանելու ժամկետը 5-օրյա ժամկետն է, սակայն իրենք խնդրեցին լրացուցիչ 30-օրյա ժամկետ եւ 30-օրյա ժամկետից հետո պատասխան եկավ, որ որևէ կապ չունեն եւ Սուրեն Պապիկյանը որևէ անձի հովանավորչությամբ չի զբաղվում։ Իսկ այդ 30 օրը ինչի համար է սովորաբար պետական մարմինը չարաշահում է նաև այդ իրավունքը եւ 5-օրյա ժամկետի փոխարեն 30 օր է խնդրում, որն է նպատակ, օրինակ այս դեպքում որն է եղել նպատակը։ Կարծում եմ հավելյալ ճշտումներ պետք է իրականացնել, օրինակ։ Ինչ ճշտում, օրինակ Սուրեն Պապիկյանը չգիտեր Անուշ Իսպիրյանի հետ մտերմություն ունի թե չէ։ Բացի այդ երբեմն ճշտեր թեման մի քիչ այդ կրակը մարելու միջոց է, չէ՞, ժամանակ երբ որ անցնում է, թեման մի քիչ մարում է այդ կրակը, կարծում եմ նաև այդ պատճառը կարող էր ունենալ 30-օրյա ժամկետը։ Գուցե նաև Անուշ Իսպիրյանի հետ խոսելու կարիք կար, որովհետև մենք նշել էինք, որ շահարկում է հենց ձեր անունը հարցման մեջ, կարծում եմ ամեն դեպքում պարզաբանման կարիք եղել է։ Մենք նույն հարցը ուղղել էինք նաև Անուշ Իսպիրյանին, Անուշ Իսպիրյանը абսուրդ որակեց իր եւ Սուրեն Պապիկյանի միջև որևէ կապը։ Ու առհասարակ նույն Սուրեն Պապիկյանը, եթե չեմ սխալվում, եւս Ստեփանավանից է։ Այո, ինքը ասաց, որ Սուրեն Պապիկյանին գիտի այնքանով, որքանով որ իրենք համակարգացի են եւ ոչ ավելին, սակայն մենք նաև ուսումնասիրենք Անուշ Իսպիրյանի ընտանիքի անդամների սոցիալական էջեր, օրինակ Անուշ Իսպիրյանի եղբայրը իր Facebook սոցիալական ցանցում պարբերաբար կիսվում է Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցերով, որ հանդիպել է այսինչ պաշտոնյայի հետ, այսինչ տեխնագործով, որևէ այլ պաշտոնյայի վերաբերյալ հրապարակումների կիսումներ չկա օրինակ իր Facebook-ում։ Գուցե համակրում է ուղղակի։ Դե համընկնումները արդեն շատ էին, բացի այդ մեր նյութը գրելու ընթացքում նաև իմացանք, որ Անուշ Իսպիրյանի եղբայրն նշանակվել է Ստեփանավանի անտարտնտեսություն ՊՕԱԿ-ի ղեկավար եւ աշխատանքի էր վերցրել որպես տեղակալ Անուշ Իսպիրյանի ամուսնուն։ Մի հետաքրքիր բան եմ ուզում պատմել։ Բժիշկներից մեկը մեզ փոխանցել էր մի բուժքրոջ հեռախոսահամար, որը այդ պահին աշխատում էր Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Ես դա ուզում հարցնել, ձեր նյութի հիմնականում նախկին բժիշկների ասացի հիման վրա է կառուցել, թե նորերից ինչ-որ մեկը համարձակություն, այսպես ասած, ունեցել է։ Չէ, եւ արդեն իսկ աշխատանքից ազատված բժիշկների հետ ենք խոսել, եւ արդեն իսկ աշխատող այդ պահին աշխատող բուժքրոջ հետ ենք խոսել, զանգահարեցինք, ներկայացրինք իրավիճակը, ասացինք, որ նյութ ենք պատրաստում, ինքը ասաց, որ իր աշխատաժամերը Անուշ Իսպիրյանը կրճատել է, բերել է նոր աշխատակցի, ավելի երիտասարդ աշխատակցի, որը իր ծանոթն է։ Այո, որը Անուշ Իսպիրյանի ծանոթն է, բայց ինքը փիլիսոփայորեն է մոտենում այդ հարցին, որովհետև ինքը այլ տեղեր աշխատանք է գտել, գնում է այլ քաղաքներ աշխատելու, այդպես Ասաց ես չեմ կարող վատ բան ասել իր համար, որովհետև ինքը ինձ վատություն է արել, բայց ինձ լավ անդրադարձել իր վատությունը, որովհետև փոխարենը ես երկու քաղաք, այսինքն ինքը 3 քաղաքում էր աշխատում, այս քաղաքից գնում էր այն քաղաք, այն քաղաքից այն քաղաք, որովհետև Անուշ Իսպիրյանը իր ժամերը կրճատել էր եւ ստիպված այլ աշխատանք էր ինքը գտել, եւ ասաց ես չեմ կարող իր մասին վատ բան ասել, եւ ասաց բացի այդ ջահել կադրերը պետք է առաջ գնան, բան այդպես արդարացնում է Անուշ Իսպիրյանի գործողությունները։ Չարաշահումների մասին տեղեկությունների վերաբերյալ էր որևէ բան չասեց, խուսափում էր պատասխաններից, ասում էր Անուշ Իսպիրյանի հետ շատ չեմ շփվում։ Վաղին մթնոլորտ ասված, օրինակ միայն այս զրույցից էլ ներկայիս է։ Ակնհայտ էր արդեն իսկ։ Ակնհայտ էր։ Խուսափում էր որևէ բառ ասել։ Իսկ դուք ինչի փիլիսոփայորեն չմոտեցաք, եթե աշխատակիցները նման մոտեցում ունեին։ Մենք ճիշտն ասած շատ դժվարությունների ենք հանդիպել այս նյութը մինչև հրապարակելը, որովհետև լրագրող քանի ամիս է տևել կամ քանի օր է տևել, որ կարողանաք այդ նյութը հրապարակել։ Նաև ձեր մատնանշած մի քանի ամիս տևել է, կոնկրետ չեմ հիշի։ Նյութը ավելի վաղ ենք ավարտել, ուղղակի նյութը հրապարակելու հետ կապված շատ լուրջ
Խնդիր ունեինք այն Խնդիրներ առումով, որ ունեցանք։ բոլոր բժիշկները ցանկանում էին անանուն մնալ, ոչ մեկ այդպես էլ մինչև վերջ չուզեց, որ իր անունով հրապարակվի, ու այդ դեպքում մի քիչ դժվար էր արդեն հոդվածը հրապարակել, որովհետև հետո եթե հետագայում մեզ դատի տային, կարող էինք խնդիրներ ունենալ, այո, մնում էր լրագրողի վրա։ այո, քանի որ չէինք էլ կարող բացահայտել մեր անանուն աղբյուրները, բոլորին խոստացել էինք, որ իրենց անունը չի նշվի, Մենք երկար քննարկում ունեցանք խմբագրությունում այս հարցի վերաբերյալ, մեր խմբագիրը ի վերջո ասաց, որ եկեք հրապարակենք, որովհետև հանրային շահը մեծ էր այս նյութում, ի վերջո խոսում էինք մեծ բժշկական հաստատության մասին, որտեղ այդքան չարաշահումներ կային, կոռուպցիոն ռիսկեր կային եւ հեղինակներիս ու խմբագրի ընդհանուր որոշմամբ եկանք նրան, որ պետք է հրապարակենք նյութը, սակայն մեր նյութերը հրապարակելիս մանավանդ որոնք խնդրահարույց այսպիսի տարեր են պարունակում իրենց մեջ, մեր խմբագրության իրավաբանը, մեր Գրիշանը միշտ նայում է եւ անպայման պետք է ասի այս նյութը դատարանում եթե հայտնվի մենք կպարտվենք թե կհաղթենք եւ նյութը առաջին տարբերակով որ տվեցինք մեր իրավաբանին նա նյութի վերջում գրել էր որ ես այս տեսքով դատարան չեմ մտնի հետո նյութը վերախմբագրեցինք որովհետեւ անանուն աղբյուրներին հողումները շատ էին փորձեցինք մի քիչ վերապատմել ավելի եւ այլն եւ նորից տվեցինք մեր իրավաբանը երկրորդ անգամ գրեց որ միևնույն է պնդում է այս տեսքով ես դատարան չեմ մտնի բայց ամեն դեպքում մենք հրապարակեցինք հոդվածը ու դատարան չեք մտել մեր խմբագիրը ասաց որ եկեք հրապարակենք Ընդհանրապես լրագրությունը մի քիչ ռիսկային գործունեություն է, այդ ռիսկը ոնց է գնահատում դուք, էլի, որովհետև տեսեք ձեր պատմածով բազմաթիվ ռիսկեր են եղել, որ դուք կարող եք նաև տուժել, հաշվի առնելով, որ դատական գործընթացներ կարող են սկսվել եւ այլն։ Դա ոնց է գնահատում եւ չեզոքացնում, հա, հնարավորինս։ Ինչպես նշեցի, հանրային շահն է կարևոր յուրաքանչյուր թեմայի մեջ, որը սկսում ենք զբաղվել եւ հենց այս դեպքում էլ քանի որ հանրային շահը այդքան մեծ էր, մյուս ռիսկերը ավելի նվազեցվել էին։ Լավ, այս նյութում հանրային շահը ո՞րն է, որ եթե ասեն ձևակերպենք հանրային շահը մի քիչ sense շատ վերամբարձահանջում, ինչ է հանրային շահը ընդհանրապես։ Հանրային շահը այն շահն է, որը սպասարկում է հանրության իրավունքները, հա, կարիքները այս դեպքում նորից կրկնեմ եւի խոսում ենք մեծ բժշկական կենտրոնի մասին որտեղ տեղի են ունեցել չարաշահումներ մենք չխոսեցինք նաև պարտքերի մասին որ բժշկական կենտրոնը ուներ մեծ պարտքեր որի տնօրենը աշխատակիցների նկատմամբ նման գործողություններ էր կատարում այսինքն ակնհայտ է որ ինչպես նաև իր գործողությունների հետևանքով պետական բյուջեին էր վնաս հասցվում։ Այսինքն հանրային շահը նաև հանրային միջոցների ծախսում։ Այո, իհարկե, հանրային միջոցների ծախսման մասին էր խոսք գնում, եւ այստեղ հանրային շահը շատ մեծ էր իսկապես։ Ընդհանրապես, երբ որ խոսում ենք չարաշահումների մասին, շատ կարևոր է պետական մարմինների արձագանքը։ Ձեր դեպքում ինչպես եղավ այդ արձագանքը, այսինքն սպասելի էր առողջապահության նախարարության պարզաբանումը կամ բժշկական կենտրոնի պարզաբանումը, որովհետեւ դա ցուցիչ է, թե գործը որ ուղղությամբ կգնա կամ արդյոք հակված են ինչ-որ բան բացահայտելու։ Գուցե պարզվի, որ իրականում որևէ խնդիր չի եղել, ուղղակի հանրային աղմուկ է եղել, բայց դա պետք է նախ ուսումնասիրվի։ Նշեմ, որ մենք նաև հարցում էինք գրավոր ուղարկել հենց Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանին, խնդրել ենք Ինչու գրավոր բանավոր հնարավոր չէր պարզաբանում ստանալ։ Դե սկզբից չէ, զանգերին չէին պատասխանում, հետո մենք որոշեցինք ամեն դեպքում նաև գրավոր իր պատասխանը ստանալ ու հարցման մեջ նշել էինք, որ այսպիսի բաներ են պատմում բժիշկները, այս չարաշահումների մասին ինչպես կմեկնաբանեք դրանք, բացի այդ ասել էինք, որ հիվանդանոցը բավական պարտքեր ունի, դատական գործեր կան ու մենք երևի
5 օր անց ստացանք հարցման պատասխանը, բայց մեզ ընդհանուր մի պատասխան էր տրվել, որ այդ բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Երբ ճշտելու նպատակով զանգահարեցինք, արդյոք սա է ձեր պատասխանը, որովհետև այնտեղ պարտքերի վերաբերյալ էլ տեղեկություն կա, արդյոք դա էլ չի համապատասխանում իրականությանը, պատասխան ստացանք, որ մի հիվանդանոցը պարտք չունի։ Այսինքն նորմալ է, որ հիվանդանոցը պարտքերի տակ լինի։ Այս դեպքում ստացվում է, որ Իսկ ինչ պարտքեր էին դրանք։ Հիվանդանոցի ընդհանուր պարտքերը հասնում էր 80 միլիոնի, դատական գործերով, որ նայում ենք, օրինակ ինչ պարտքեր են, տարբեր ընկերությունների մատուցած ծառայությունների դիմաց պարտքեր, օրինակ նույն գազի սպառման դիմաց 1 միլիոնից ավել պարտքեր գոյացել, հաճախ չէր նշվում օրինակ մատուցած կոնկրետ ինչ ծառայության դիմաց է, բայց միլիոններով պարտքեր էր, եւ սակայն Անուշ Իսպիրյանը նշում էր, որ դրանք գոյացել են մինչև իր տնօրեն նշանակվելու ժամանակահատվածը, սակայն դա էլ այդպես չէր, մենք ուսումնասիրեցինք, պարզ դարձավ, որ որոշ պարտքեր գոյացել են հենց իր տնօրեն լինելու ժամանակահատվածում, որոշ պարտքեր շարունակել են աճել իր տնօրեն լինելու ժամանակահատվածում, օրինակ նախկինում եղել է, եւ օրինակ աշխատակիցներից մեկը, ում հետ մենք հեռախոսով խոսում էինք պարզաբանման համար, ասում էր, հա ինչ, որ հիվանդանոցը պարտք չունի, որ այդպես մոտեցում էին էլի իրենք տալիս, հնարավորինս խուսափում էին պատասխանել հարցերին, այդպես ասեմ, որ այս հարցման պատասխանը ստանալուց հետո մեզ հաջողվեց ի վերջո կապ հաստատել Անուշ Իսպիրյանի հետ, ինչպես արդեն ասացինք, Անուշ Իսպիրյանը աբսուրդ որակեց այս բոլոր չարաշահումների մասին տեղեկությունները, այն տեղեկությունը, որ իր աշխատողներին ստիպում է վարկեր վերցնել իր համար, նաև Սուրեն Պապիկյանի հետ կապը, հետո Անուշ Իսպիրյանը ասենց հետաքրքիր հարցադրում արեց, իսկ պարտադիր է, որ այդ նյութը հրապարակվի, ու մենք ասացինք, որ այո, պարտադիր է, այս նյութը հրապարակվելու է։ Ինքը ամեն դեպքում երևի հույս ուներ, որ ուղղակի հարցում ենք արա ինչ որ բան ենք ճշտում, բայց նյութը երևի այդպես էլ չի հրապարակվի։ Կարծում եմ մեզ դիտողներին կհետաքրքրի Անուշ Իսպիրյանը դեռ տնօրեն է։ Ոչ, քանի որ իր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հիվանդանոցի փոխտնօրենը, տնօրենի տեղակալը, եւ Անուշ Իսպիրյանը այժմ տնային կալանքի տակ է եւ իր նկատմամբ խափանման միջոց է դա կիրառվել։ Ընդհանրապես, երբ խոսում ենք չարաշահումների մասին, մենք մի օրինակ ենք վերցնում, հենց ամբողջ նյութը կառուցում են կոնկրետ օրինակի վրա, բայց կարծում եմ Ստեփանավանի բժշկական կենտրոնը միակը չէ, որտեղ նմանատիպ երևույթներ կան։ Դուք ձեր աշխատանքի ընթացքում հանդիպել եք եւս նմանատիպ դեպքերի կամ գոնե լսել եք։ Շատ ենք հանդիպում նման դեպքերի, մասնավորապես մեր խմբագրություն շատ են դիմում քաղաքացիներ, նույն անանուն տարբերակով, նաև անունով են ներկայանում, տարբեր ընկերություններում, պետական կառույցներում չարաշահումների մասին են խոսում, եւ մենք մեր խմբագրակազմով փորձում ենք հնարավորինս հետամուտ լինել այդ նամակներին եւ փորձենք բարձրաձայնել, պարզել, հետաքննություններ անել։ Լավ, սովորաբար նյութ գրելը պետքա կոնկրետ նպատակ ունենա։ Ձեր դեպքում ո՞րն է այդ նպատակը։ Հատկապես եթե կա մտավախություն, որ նյութը կարող է հետևանք չառաջացնել կոնկրետ պաշտոնյաների դեպքում, հետքը բազմաթիվ այդպես հրապարակումներ ունի, որոնք մնացել են անհետևանք, մինչև այստեղ գալը եւս մեկ նմանատիպ արձագանքի մասին, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ստացանք նյութերից մեկով։ Ո՞րն է մոտիվացիան գրելու, որտեղ երբեմն հիասթափվում ես, եթե արձագանք չկա, իմաստը ո՞րն է գրելու։ Ինձ համար առաջին մոտիվացիան փոփոխություն բերելն է, բայց ինչպես նշեցիր, երբեմն այդ փոփոխություն բերելը տեղի չի ունենում, որովհետև կախված է դա մի շարք հանգամանքներից, օրինակ նույն քաղաքական կամք է պետք, որ տեղի ունենան այդ փոփոխությունները, եւ երկրորդ մոտիվացիան, որ գրում եմ, դա հանրությանը ներկայացնելն է ճշմարտությունը, իրականը, փաստերը։ Այս պարագայում կոնկրետ խնդիրը հենց Ստեփանավանի ներսում էր ու Ստեփանավանի բնակիչներն էին տեղյակ այդ խնդրից, սակայն Ստեփանավանից դուրս
մարդիկ տեղյակ չէին ու մենք այս պարագայում հանրայնացրեցինք թեման ու հետևանք ունեցավ Մի բան էլ Դեռ ուզում մի եմ քիչ ասեմ։ վաղ է հետևանքի մասին խոսելը, որովհետև հա, իհարկե շատ ուրախալի է, որ պետական մարմինների արձագանքը առաջին, այսինքն դրական էր, վարույթ նախաձեռնվեց, բայց նաև մենք շատ տխուր փորձեր ունենք, որ ընթացքում գործերը կարճվում են։ Մի բան էլ ուզում եմ ասել, Անուշ Իսպիրյանի հետ երբ որ խոսեցինք, նա զարմացավ, որ մի քանի բժիշկներ են այս պատմության մասնակիցը, այո, իրեն թվում էր թե մի բժիշկ է ընդամենը մեզ հետ խոսել, իրեն թվում էր թե մեկ բժշկի հետ ունեցել էր ամենամեծ կոնֆլիկտը իրականում բժիշկներից մեկի հետ էր եւ իրեն թվում էր որ միայն ինքն է եւ իրոք զարմանք առաջացավ իր մոտ երբ իմացավ որ մի շարք բժիշկներ խոսել են, բողոքել են ու հենց այդ բժշկին էր ինքը առաջարկել գործարքի մեջ մտնել, պետպատվերի շրջանակում հարազատ ծանոթ ունենալու դեպքում բերել գրանցել տվյալները եւ հենց այդ բժիշկն էլ դիմել էր քննչական մարմնին եւ իր հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնվել էր։ Տեսեք, մենք հիմա խոսում ենք չարաշահումների մասին, բայց մի շատ կարևոր իրավունք էլ կա, անմեղության կանխավարկածի մասին, որ քանի դեռ չկա դատական ակտ, մենք չենք կարող ասել, որ մարդը իրականում թույլ է տվել այդ չարաշահումները։ Լրագրողներին ի՞նչն է տալիս, այդ ինքնավստահությունը, որ պնդես իրականում եղել է այդ չարաշահումը, կամ գոնե արժանահավատ են այն տեղեկությունները, որ նմանատիպ իրավիճակներ եղել են։ Ամեն դեպքում մենք նյութում նման պնդում չէինք արել, մենք հրապարակել էինք այն բժիշկների տեղեկությունները, որոնք հայտնել էին մեզ հենց այդ չարաշահումների մասին, խոսել էինք հենց մի քանի բժշկի հետ, նաև այդտեղ աշխատող բուժքրոջ հետ, ու բացի այդ նաև բազմաթիվ հարցումներ էինք ուղարկել թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, թե Անուշ Իսպիրյանին եւ թե Առողջապահության նախարարությանը, ու այդպես նաև Անուշ Իսպիրյանի տեսակետն ենք նյութում ներկայացրել։ Մեր գնահատմամբ փաստերը բավականին ամուր էին, որ ներկայացնեինք այս նյութը։ Ճիշտ է, թեև պնդումը չենք անում, որ այս անձը մեղավոր է այսինչ արարքների համար, սակայն փաստական կազմը բավականին ամուր էր եւ մենք ներկայացրինք այդ փաստերը, ինչը հետևանք ունեցավ առայժմ այնքանով, որ վարույթ նախաձեռնվել է եւ խափանման միջոց է ընտրվել Անուշ Իսպիրյանի նկատմամբ։ Այս պահին ինքը չի զբաղեցնում տնօրենի պաշտոնը։ Սովորաբար նման նյութերից հետո ընթերցողները ավելի ինքնավստահ են դառնում եւ իրենց հայտնի դեպքերի մասին տեղեկացնում են։ Նմանատիպ դեպքեր հայտնի են դարձել ձեզ, թե ելի մարդիկ նախընտրում են լռել միջև իրավիճակը բարդանա կամ իրենց վերաբերի նոր տեղեկացնեն, որովհետեւ մեր հանրության մեջ կա մի ստվար զանգված, որ թեև տեսնում է այդ բացական արատավորը, բայց չի բարձրաձայնում, քանի դեռ դա իրեն չի վերաբերում։ Կոնկրետ այս պահին ես հենց նմանատիպ մի նյութի վրա եմ աշխատում, էլի բժիշկ է մեզ դիմել ու տեսել էր մեր այս հետաքննությունը ու որոշել էր մեզ դիմել։ Այս պահին էլի մարդիկ շարունակում են դիմել։ Բայց ինձ թվում է ընդհանուր մեր հասարակության մեջ այտենց մշակութային խնդիր կա, որ չեն բարձրաձայնում քո ասացի նման, երբ որ իրենց չի կպնում, իրենց չի հասնում խնդիրը, չեն արտահայտվում։ Դա ո՞րն է պատճառը։ Ես չեմ հավատում, որ միայն վախն է, հա? Անտարբերությունը Անտարբերությունը շատ է մեր հասարակության մեջ ու էլի եմ ասում, տենց կարծում եմ պետքա կոտրվի դա ու պետքա մարդիկ ավելի սրտացավ լինեն այն մթնոլորտին միջավայրի նկատմամբ, որտեղ իրենք ապրում են, որովհետև երբ որ հիմա աչք ես փակում մի հատ կոռուպցիոն դեպքի վրա, մի հատ չարաշահման վրա, վաղը դա ուղիղ հենց քեզ էլ է անդրադառնալու, այսինքն պետքա բոլորը ձգտեն, որ ապրեն մի միջավայրում, որտեղ չեն լինի նման դեպքեր ու դրա համար պետքա ամեն մեկը իրենից ինչ անցնում է անի։ Ընդհանրապես հանրային վերահսկողություն ասվածը մի քիչ շատ sense ճոխ է հնչում, բայց
կարծում չկա այդ հանրային վերահսկողությունը եւ լրագրողների վրա է կարծես թե ամբողջ բեռը թե սխալվում եմ հանրությունը եւս այդ վերահսկողությունը իրականացնում է։ Ես չեմ կիսում քո կարծիքը, որովհետեւ այնպես չի, որ հանրության բոլոր շերտերը անտարբեր են եւ միայն այն հանգամանքը, որ օրինակ մեր խմբագրությունում օրական այդքան նամակներ ենք ստանում, դա խոսում է այն մասին, որ հանրության ոչ բոլոր շերտերն են անտարբեր, ինչը շատ լավ է։ Ես էլ եմ կարծում, որ գնալով երևի թե այդ մտածելակերպը փոխվում է ու մարդիկ արդեն սկսում են բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին ու հուսալով, որ ինչ-որ բան կարող է փոխվել, այդ թվում լրատվամիջոցի միջոցով։ Շատ լավ, ընդհանրապես մենք նմանատիպ քննարկումներ մեր ժողովների ընթացքում էլ ենք ունենում, հա, թե ի վերջո ինչ են տալու այս նյութերը մեզ, առաջին հերթին ձեզ որպես լրագրողների ինչ տվեցին այս նյութերը, որովհետև հա, կարծում գոհ եք, որ ձեր նյութը արձագանք ունեցավ, բայց ինչ տվեց ձեզ։ Արժեր մի քանի ամիս այդ նյութի վրա աշխատել, այն արդյունք ունենալ, ինչու ունեք այսօր։ Օրինակ ինձ համար առաջին դեպքներ, որ այսպիսի դժվար ընտրության առաջ էին կանգնել հրապարակել, չհրապարակել, այսինքն այդ ընթացքը որպես լրագրող ինձ համար շատ հետաքրքիր փորձառություն էր եւ նյութը ինձ տվեց այն, որ ես հասկացա, որ մեր գործը ապարդյուն չի եւ խոսեցինք արդեն հետևանքների մասին, որոշակի հետևանքներ, արձագանքներ ունեցավ մարդկանց մեջ ոգևորություն արտնացրեց, որ ինչ-որ մեկը տեսնի չարաշահում ինքն էլ բարձրաձայնի, կոնկրետ Ստեփանավանի բժշկական կենտրոնի հարցը առայժմ այնքանով լուծվեց, որ Անուշ Իսպիրյանը հիմա քրեական վարույթով է անցնում, այսինքն կար խնդիր, որի լուծումը ինչ-որ չափով տեսանելի է արդեն, եւ մարդիկ այդ միջավայրը կոտրեցին այդ փակ չխոսելու պահը կոտրեցին ու մեր միջոցով։ Շատ լավ, իսկ ինչ է կարծում ընդհանրապես ձեր լրագրողների միջոցով կոտրելը նաև իրազեկման նպատակ հետապնդում է, թե մարդկանց համար միևնույնն է, հա, կարդացին, լսեցին, ոչ դեպքերում անիծեցին, վատաբանեցին, բայց հետո հաջորդ քայլին էլի կարծես թե նույն գործունեություն շարունակում են, հա, ինքը իրազեկման նպատակ հետապնդում է, առհասարակ։ Ամեն դեպքում իմ կարծիքով մարդկանց մի մասը լավ հիշողություն ունի ու հիշում է թե ինչ է կատարվել, ինչ չարաշահումներ են եղել ու հետագայում նաև հետևություններ է անում դրանով պայմանավորված։ Ինձ հենց այս բանին մի հարց առաջացավ, որ ստեփանավանցիները վախենում էին Անուշ Իսպիրյանից եւ իր ընտանիքից, դուք չվախեցաք կամ դրանից հետո որևէ ազդեցություն եղավ ձեր նկատմամբ, որտեվ կերպարը այնպես ամբողջացավ, որ շատ վախենալու կամ զգուշանալու ընտանիքի հետ գործ ունենք, մինչդեռ դուք ողջ եք։ Ես ամուսնուս նույնիսկ այս նյութի վրա աշխատում ենք կատակով, ասում էի բանը, երևի մի քանի ամիս Ստեփանավան չգնանք։ Ինչի մտածում եք ձեր նկարները փակցրել են, խաչ են քաշել, հա, արգելված է ձեր մուտքը։ Դե բժիշկների հետ խոսելուց ու նաև մեր աղբյուրների հետ խոսելուց այն տպավորություններ, որ իսկապես այնպիսի մի ընտանիք են, որ ամեն ինչի պատրաստ են, դրա համար այդպես կատակներ էի անում արդեն։ Եվ չէ, չունեցանք որևէ սպառնալիքներ եւ այլն չեղան բարեբախտաբար։ Դե ամեն դեպքում եթե ամեն այսպիսի նյութերից մենք վախենայինք, կխուսափեինք առհասարակ այսպիսի նյութեր հրապարակելուց, այնպես որ չենք վախեցել։ Բայց ինքնա գրաքննելու կամ ձեզ, այսպես ասած, խմբագրելու ինչ որ տրամադրություններ եղել են, ծանր ու թեթև անելու, սա հրապարակեմ, սա չհրապարակեմ, որովհետև երիտասարդ եք, գուցե բացական հետևանքների մասին եք մտածել, հատկապես քո դեպքում լուսն է, որ առաջի անգամ էր նմանատիպ իրավիճակում հայտնվում, երբ ընտրելու առաջ էր կանգնած։ Չէ, ես նման դեպքերում իմ էնտուզիազմը շատ մեծ է եւ ես ձգտում եմ գրել, բարձրաձայնել, խոսել, միայն քո գրածից հետո ես մի փոքր մտածի, որ այո, կարելի է վերախմբագրել։ Հենց թվում է քո մեկնաբանությունից հետո սենց ավելի զգուշ
ուշավոր ենք դարձել, որ անանուն աղբյուր օգտագործելիս զգույշ լինենք, որ հետագայում մեր վրա ինչ-որ բարդություններ, խնդիրներ չառաջանան։ Բայց անոնն աղբյուրից օգտվելը կարծում եմ դրական է եւ ամբողջ աշխարհում ընդունված է, չէ՞, որ լրագրողը օգտվում է անանուն աղբյուրից։ Նաեւ մենք օգտվելով հնարավորությունից կարող ենք, չէ՞, անանուն աղբյուրներին երաշխիք տալ, որ նմանատիպ դեպքերի մասին բարձրաձայնելուց հետո իրենք կմնան գաղտնի եւ իրենց անձը չի բացահայտվի, որովհետեւ սա շատ կարեւոր է նաեւ աղբյուրի համար։ Հա, իհարկե, եւ անանուն աղբյուրները պետք է իմանան, որ իրենք մեզ վստահելով այդ ինֆորմացիան մնալու են գաղտնի եւ նաեւ եթե ուզում են որևէ ինֆորմացիա հայտնել, անանուն աղբյուրները պետք է պատրաստ լինեն համագործակցել լրագրողների հետ, որովհետեւ երբ որ հասնում են այն փուլին, որ արդեն լրագրողին հայտնում են տեղեկությունը ու կորում են, դա մեզ համար երբեմն բարդ է լինում, պետք է իրանք մեզ հետ համագործակցեն եւ վստահեն, իսկ ինչ վերաբերում է անանուն աղբյուրի բացահայտմանը, դա լրագրողները երբեք չեն անում։ Կարմիր գիծ է։ Այո։ Եվ ծայրահեղ դեպքերում է դա արվում եւ այդ առումով պետք է անանուն աղբյուրները հանգիստ լինեն։ Կարծում եմ հետքի պրակտիկայում չի եղել, չէ՞, որ մենք աղբյուր բացահայտենք, կարծում եմ չի լինի։ Իհարկե կարող են մեզ անանուն դիմել, բայց շատ ավելի լավ կլինի, եթե մարդիկ ներկայացնեն իրենց պատմությունը սեփական անունով, դա նաև մեր գործը կհեշտացնի այս դեպքում։ Կարծում սա նաև շատ լավ հնարավորություն է մեզ դիտողներին դիմել, որ եթե այո խնդրելու, որ եթե ունեք նմանատիպ պատմություններ, այս թողարկումից անմիջապես հետո կարող եք մեկնաբանությունների դաշտում գրել, պատմել ձեզ հուզող հարցերի հետ կապված տեղեկություններ հայտնել եւ վստահ լինել, որ մենք կգնանք այդ հետքերով։ Լրագրողները միանշանակ ցանկացած տարբերակով կարող են իրականացնել տեղեկացնելու գործընթացի մասին եւ մեր լրագրողներն էլ խոստանում եք, չէ, որ կգնաք այդ գրառումների հետքերով եւ եւս մեկ պատմություն կարող է հանրայնացվել։ Ես ուզում եմ նաև խոսել այն մասին քննությունների միջև վերջ տանելու մասին, այն անգամ խոսեցիր քրեական վարույթների այդ մասին արի խոսենք։ Խոսենք իհարկե, խոսենք Լուսնե ջան։ Ինչ եք ուզում ասել այդ մասով, որովհետև քննությունները մի քիչ շատ ծանր թեմա է, հա, ընդհանրապես այդ գործընթացները ոնց են ամբողջացվում եւ հասնում վերջնակետ։ Իսկ թվում է դու պետք է ասես, որտեվ քո գաղափարները ինձ շատ դուր է եկել։ Այս կարանք չներառենք էլի։ Անցած ոդքասթի մեջ այդ թեման բարձրացիր, ինձ դուր էր եկել, որ այդ նշում էիր, որ օրինակ մի անձի վրա են կենտրոնանում, օրինակ Անուշի Սպիրյանով կարող է ավարտվի այդ ամեն ինչը։ Շատ լավ։ Մի հարցի անդրադառնանք ու կարծում եմ սրանով կարելի է եզրափակել։ Մենք պարբերաբար խոսում ենք, որ իրավապահները նախաձեռնում են քրեական վարույթներ, ապրեն իրավապահները, հետևողական են եւ այլն, բայց փորձը ցույց է տալիս, որ շատ հատվածային է նաեւ հարուցված վարույթները։ Օրինակ կարող են կենտրոնանալ միայն Անուշ Իսպիրյանի կամ այս դեպքում հաշվապահի վրա եւ այս process-ի եւ գործընթացին մասնակից մնացած անձանցով ընդհանրապես չզբաղվեն։ Սա հաճախ հանդիպող պրակտիկա է եւ դուք ընդհանրապես այդ մտավախությունը ունեք, որ այս դեպքով եւս կարող է ընտրողաբար քննություն իրականացվել։ Դու շատ լավ դիտարկում արեցիր, որովհետև մենք շատ հաճախ ենք հանդիպում նման դեպքերի, երբ որ գրում ենք այս կամ այն անձի մասին եւ քննությունը սահմանափակվում է միայն տվյալ անձի շուրջ եւ օրինակ այս դեպքում դժվար թե ես համենայն դեպս չունեմ այդ վստահությունը, որ իրավապահ մարմինները կհասնեն մինչեւ Սուրեն Պապիկյանի հետ կապ եւ հովանավորչություն եւ կարծում եմ քննությունը Էլի ասենք ենթադրյալ, հա, որովհետեւ հաստատ չգիտենք։ Ենթադրյալ ասենք, հա, եւ կարծում եմ քննությունը էլի կսահմանափակվի միայն Անուշ Իսպիրյանի շրջանակով, ինչը շատ վատ է, սակայն հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները կամք կդրսևորեն նաև ուսումնասիրելու եւ գործը բացահայտելու ամբողջությամբ եւ խորությամբ։
կամքի բացակայությունն է պատճառը, թե ուղղակի քաղաքական համարձակություն կամ կաշկանդվածություն, որովհետև ինչքան էլ ասենք, որ իրավապահ մարմինները, անկախ մարմիններ են, միևնույնն է, հանրային ընկալումը այնպիսին է, որ քաղաքական իշխանություններից որոշակի կախվածություն ունեն եւ քաղաքական իշխանությունների ազդեցությունը մեծ է նրանց վրա։ Դե կամքը վերաբերում է նաև քաղաքական իշխանություններին։ Իրենք պետք է դրսևորեն այդ կամքը, որ բացահայտվեն այս դեպքերը ամբողջությամբ։ Շատ լավ, ավելացնել բանն ես, Գայանե։ Նաև Անուշ Իսպիրյանը Ստեփանավանի ԿՊ խմբակցության հավաքանու անդամ է եղել։ ԿՊ վարչության ԿՊ ավականու անդամ էր։ Հիմա ավականու անդամ չի։ Անդամ է։ Հիմա էլ է։ Այսինքն նաև այս քաղաքական կապով է պայմանավորված իր վստահությունը։ Դե ինչ, սա եւս հետաքրքիր տվյալ է, կարծում եմ իրավապահներին եւս պետք է այս հանգամանքը հետաքրքրի։ Շնորհակալ եմ, կարծում եմ մեզ դիտողներին եւս այս թեման հետաքրքրեց, ձեզ հրաժեշտ չենք տալիս, սպասում ենք ձեր նամակներին, արձագանքներին, հուսով եմ ձեր ներկայացրած տեղեկատվությունը եւս նմանատիպ պատմություն կդառնա։ Կհանդիպենք։